արտահայտության մենք նայում ենք այս 7-8 տարիների ընթացքում ոչ մի նախկին թալանչի պատասխանատվության չի ենթարկվել։ Բողոքարկվում են տարբերացիաներում, գնում են, շատերն արդարացվում են, չհաջողվեց։ Հետո Նիկոլ Փաշինյանը հրահանգեց գտնել սատանաներին, ազգային անվտանգության ծառայության, սատանաներին չգտան։ Հիմա հոգևորականներին են։ Հաջորդ ով է լինելու, պարոն Հարությունյան։ Նախորդ պնդումների հետ կապված ընդհանրապես համաձայն չեմ, եւ մենք բազմիցս արդեն ունեցել խոսելու այս թեմայով, այսպես ասած նախկին թալանչին պատասխանատվության կանչելու։ Երեք ազգային ժողովի նիստի կառավարության նիստի ժամանակ այդ հարցին անդրադարձ եղել է, այդ ինստիտուտները սկսել են աշխատել։ Մենք ուզում ենք, որպեսզի այդ ամեն ինչը ինստիտուցիոնալ լինի։ Վարչապետը երեք շատ հստակ ասեց, այո, հեղափոխությունից հետո հնարավոր էր գնալ եւ ամբողջ այդ ապօրինի գույքը, այսպես ասած, որը համարում ենք այդպիսի, իդ վերադարձնել պետությանը։ Բայց դա պետք է արվեր ինստիտուցիոնալ, որովհետեւ դրա համար պետք են օրենսդրական հիմքեր, դրա համար պետք են ինստիտուտներ։ Հիմա այդ ամեն ինչը 7 տարի, 1, երկրորդը, այդ ամեն ինչը, եթե համեմատեք մյուս երկրների հետ, որտեղ նմանատիպ գործընթացներ են եղել, շատ ավելի արդյունավետ է հիմա տեղի ունենում, քան այլ երկրներում նման ինստիտուտներ ստեղծելիս։ Պարոն Հարությունյան, ինչ վերաբերում է սատանաներին, դրանք փակ կառույցներ են եւ վստահաբար այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այդ կառույցներում, ուղղված են բարելավելու դրանց աշխատանքը եւ դրանք շատ հաճախ չէ որ լուսաբանվում են։ Հոգևորականներին անդրադառնանք 8 տարի է, նոր 7 տարի է, նոր հիշեցիք, որ կաթողիկոսը նման գործընթացները ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Եվ երբ որ մյուս հարցերը իրենց լուծումներն են ստանում կամ ընթացքում են լինում, առաջանում են նաև նման խնդիրներ։ Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ, հատկապես վերջին տարիներին էլ ասել ենք, որ երբ որ եկեղեցին որոշակի գործընթացներ անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել, որպեսզի նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որը արվել է։ Անձնական կյանք, պարոն Հարությունյան։ Մենք անձնական ներողություն հերթով խնդրում եմ։ Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումները արվել են նույն ինստիտուտի եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ եւ հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ։ Արդյոք վարչապետի բարձրացած հարցերը ստանալու են իրենց պատասխանները, դրական թե բացասական, այո կամ ոչ։ Պարոն Հարությունյան, իսկ հարաբերվելու այդ ձևը չի վնասում եւ եկեղեցուն, նրա կառույցին ընդհանրապես եւ հենց պետության հեղինակությանը, այլ ձև չկա հարաբերությունների բացման։ Մենք կարծում ենք, որ այդ պատասխանների հարցերը միայն առողջացնելու են եկեղեցին որպես ինստիտուտ։ Իսկ եթե անձնական կյանքը քերին, ինչ է լինել, այսինքն իշխանությունը ինչ քայլերի կդիմի, չի պատասխանում հիմա եկեղեցին։ Ըստ էության այն քայլերի շրջանակում, որը տրված է իշխանությանը գործադիր մարմնին օրենքների եւ սահմանադրության շրջանակում։ Պարոն Հարությունյան, հարցանը հետաքրքրում է, վերջը ով է այս սրբազանը, ով է քերին, այդ քերուկինը, երբ որ մենք խոսում ենք այդ կուսակրոնության կանոնների խախտման մասին, մանկապղծության մասն է վարչապետի կինը հայտարարում, ինչ տեղեկություններ կան։ Հիմա դուք ասում եք անձնական կյանքի անձնական կյանքին մի խառնվեք, բայց ուզում եք որպեսզի անուններ հնչեցվեն, ես չգիտեմ եւ չեմ էլ ուզում որևէ մեկի անձնական կյանքին խառնվել։ Այսինքն սա արշավ է կոնկրետ եկեղեցու դեմ, թե որոշ հոգևորականների, որոնցից կարծում եմ իմ գործընկերները ձեզ 1000, հիմա ես 1001 անգամ կասեմ, որ եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա։ Մանկապղծության Enterprise-ի տնօրեն նշանակվեց Արտուր Սաֆարարի կինը, ինչու փոխեցիք եւ արդյոք այստեղ շահերի բախում չկար այլ ավելի անկախ տեխնացու որ նշանակվեց։ Ես կարծում եմ, որ իմ գործընկերները նաեւ այդ տրամաբանության մեջ են նայել նշանակումից առաջ, եղել է մրցույթ, եղել են տեխնացուներ, եթե չեմ սխալվում, շատ տեխնացուներ են եղել,
հետո եղել են հարցազրույցներ, որի արդյունքում որոշում է կայացվել եւ վստահ եմ, որ այդ տրամաբանության մեջ են նայել։ Օբյեկտիվ որոշում է կայացվել։ Վստահ եմ, որ այո։ Ձեր թույլտվությամբ եւս մեկ հատ վարչապետի կինը եկեղեցու մանկապողջության մասին հայտարարեց։ Դուք այդ մասով որևէ տեղեկություն եք կամ միգուցե իրավապահ մարմիններին արդեն հայտնել եք։ Կարծում եմ առիթ կունենաք նման հարցեր տալու ստատուսի հեղինակին, շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, եւ այդ պայքարի ուրեմն այսպես մեկնաբանվեց եկեղեցի իշխանություն էլ ավելի սրված այս պայքարի հիմքում ոնց որ այսպես մեկնաբանություններ եղան, որ հնարավոր է իշխանությունը բորբոքվել է, քանի որ հարցումներ են եղել եւ ըստ այդ հարցումների հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը 5-6 անգամ բարձր է իշխանության հեղինակությունից։ Սրա հետ կապում եք, դա ձեզ անհանգստացնում է, որ եկեղեցին կարող է ուղղորդող նշանակություն ունենալ ընտրական գործընթացում։ Ես անընդհատ լսում եմ այդ պնդումը վերջին զարգացումների շրջանակներում եւ ուզում եմ ձեզ մի բան ասել, որ այդ սոցհարցումները, որոնք արվում են, պետք է շատ ուշադիր նայել, թե տվյալ հարցին պատասխանելիս մեր հանրությունը ինչ նկատի ունի։ Եվ ես ձեզ 100% վստահությամբ կարող եմ ասել, որ եթե դուք զուտ որպես ինստիտուտի նկատմամբ վստահությունից զատ եկեղեցական տվյալ դեպքում շրջանառության մեջ գտնվող անունները դնեք այդ հարցման մեջ, դուք կունենաք բացարձակ այլ պատկեր տվյալ անձանց նկատմամբ։ Եվ մի բան եմ ուզում ավելացնել։ 2021 թվականին ամբողջ եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ քարոզում էր ընդդեմ քաղաքացիական պայմանագրին։ Եվ հանրությունը գնաց եւ պատասխանը տվեց այդ կաթողիկոսին եւ իր սպասավորներին։ Այն ժամանակ եկեղեցու նկատմամբ վստահությունը որպես ինստիտուտի պակաս չէր 21 թվականին, քան 24 թվականին։ Ես ուզում եմ, որ դուք չխառնեք ինստիտուտը եւ եկեղեցականներին։ Վստահ կարող եմ ասել եկեղեցականների նկատմամբ, երբ որ վերաբերյալ երբ որ հարցում անեք, կստանաք բացարձակ այլ պատկեր։ Շնորհակալություն։